Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին, պարոն Գալստյան, շնորհակալ եմ, որ իմ հրավերը չեք մերժել եւ կինոյի ոլորտում եւ քաղաքական ոլորտում եւ առհասարակ նորությունների մեծ բազա կա։ Վերջերս տեղի ունեցավ Առաջարկ Հայաստանի նախագծի հանձնախմբի անդրանիկ նիստը, որտեղ նաեւ դուք եք ներկա, ի թիվս տարբեր մասնագիտությունների տեր անձանց, տնտեսագետների, քաղաքագետների, պատմաբանների եւ այլն, բայց կինոռեժիսորը այդ հարթակում ինչ է ուզում առաջարկել, ինչ առաջարկ ունի Հայաստանին։ Շնորհակալություն հրավերի համար, միշտ հաճույքով եմ գալիս ձեզ մոտ, որովհետև կենտրոնում գործընկեր հեռուստաընկերությունն է, շատ ուշադիր եւ գործունեության հանդեպ եւ կինոյի հանդեպ։ Նախ մեծ պատիվ էր գտնվել այդ միջավայրում, որովհետեւ պատահական մարդիկ այնտեղ չկային, որովհետեւ այն ինչ որ մտահղացել է Գագիկ Ծառուկյանը, դա ունիկալ բացառիկ երևույթ է միավորել ոլորտների մասնագետներին, այն մարդկանց, որոնք իրենց ոլորտներում խնդիրները տեսնում են եւ ռենտգենի նման այդ խնդիրները վերլուծում են եւ տալիս են ելքեր։ Եվ եթե այդ մասնագետները կան, հրավիրված են, որպեսզի առաջարկներ անեն, ինչպես կարգավորել խնդիրը, գաղտնիք չի, որ մենք բոլոր ոլորտներն են մեծ անկման մեջ, բայց արվեստը եւ հատկապես կինոարդյունաբերությունը սարսափելի անկում է ապրել այս տարիներին։ Ես այդ մասին բազմաթիվ անգամներ խոսացել եմ։ Բոլոր դեպքերում, եթե արվեստագետը, կինոռեժիսորը զբաղվում է քաղաքականությամբ, ուրեմն երկրում ինչ որ բան այնպես չի, որովհետեւ բնական է, որ կինոռեժիսորը իր նկարահանման հրապարակում է քաղաքական գործիչն իր ոլորտում, բայց ցանկացած երկրում լինում են ժամանակահատվածներ, ես այդ ժամանակահատվածների անունը դրել եմ բարոյական անկման կամ բարոյական ճգնաժամի ժամանակահատված։ Երբ որ դու անկախ նրանից դու ինչ մասնագիտության կրող ես, իրավունք չունես քո ընդվզումը չհայտնես նրա այն կապակցությամբ, ինչ որ տեղի է ունենում շրջապատում։ Հոյակապ օրինակը ընդամենը մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներում տեղի ունեցած սարսափելի մարդաշատ միջոցառումները, ցույցերը ընդդեմ կոնկրետ նախագահ Տրամփի, որին մասնակցում էր օրինակ 82-ամյա Ռոբերտ Դե Նիրոն։ Ռոբերտ Դե Նիրոն, որը իր կարիերայի ընթացքում նվաճել է ամեն ինչ։ Ռոբերտ Դե Նիրոն ունի Օսկար, ունի Գլոբուս, իրեն ոչ մի բան պետք չի։ Ինքը ունի հանդիսատեսի պատկառանքը ու անհավանական սերը։ Իրեն ոչ մի բան պետք չի։ Ինքը 82-ամյա մարդ է, բայց նա դուրս էր եկել հրապարակ եւ նախագահի հանդեպ, Տրամփի հանդեպ ասում էր այնպիսի արտահայտություններ, որի համար Երևանում կձերբակալվեին, բայց դա ասում էր ինչի համար, որովհետեւ ասում էր այդ մարդը վտանգում է մեր երկիրը եւ ես չեմ կարող լուր մնալ, որովհետեւ Ամերիկան վտանգված է, Ամերիկայում դեմոկրատիան վտանգված է։ Սա բացառիկ օրինակ է, շատ լավ օրինակ է, որովհետեւ գիտեք, արվեստագետները սիրում են մտնել իրանց պատյանի մեջ։ Արվեստագետներն ասում են, ես քաղաքագետ չեմ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես շատ ավելի զբաղվում են, վախենում են արտահայտվել, որովհետև Հայաստանում իշխանությունը միշտ պատժում է խոսացող արվեստագետին, որովհետև մյուսների համար դաս լինի։ Ես իմ օրինակը չեմ ուզում բերեմ, որովհետև իմ օրինակը հայտնի է։ 8 տարի ոչ միայն ես, այլ են մարդիկ, ովքեր իմ կողքն են, Ֆիլմարտադրողների համայնքան ֆեդերացիայի ղեկավարն եմ ես, Ֆիլմարտադրողների համայնքան ֆեդերացիայի անդամները նույնպես զրկված են պետական աջակցությունից։ Եվ ինքը դա ինչի է անում իշխանությունը։ Դա անում է, որ մյուս ռեժիսորները չխոսան։ Եվ դա է պատճառը, ոչ թե իշխանությունների, ինչն է խանգարում մեր մեծ արվեստագետներին, նրանց էլ չեն ճնշելու։ Չեն ճնշելու, չէ՞, օրինակ, չգիտեմ, այնպիսի պատկառելի արվեստագետի, ինչպես Արտավազդ Պելեշյանն է, ոնց կարող է իշխանությունը ճնշի, կամ Չեկիջյանը, կամ Մանսուրյանը։ Այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանում, օրինակ, այն ինչ որ տեղի է ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, չի կարող ընդվզում չառաջացնի։ Եվ ես վստահ եմ, որ այդ մարդկանց ներքին ընդվզումը առաջացնում է։ Դե ուրեմն պետք է այդ մասին հասարակության հետ կիսվել, որտեղ որևէ չկա այլ ավելի լավ զսպամիջոց իշխանության, քան իր ոլորտում մեծ համբավ ունեցող արվեստագետը։ Իսկ ինչու են լրիվ չէ կան մարդիկ, որ վախենալու ոչինչ չունեն կամ հարիր չէ որևէ ժամանակաշրջանի իշխանությունից վախենալ, կապ չունի այս իշխանությունը թե նախորդներն են, որովհետև կան մարդիկ, որոնք չպետք է վախենան որևէ իշխանությունից։ Իսկ ինչու են լրիվ գուցե
Կարծրատիպա դա, չեն ուզում կոտրել, չեն ուզում վստահ եմ, որ ինչ որ մարդիկ իրենց զգուշացնում են, որ այ տեսեք կգա ձեր տուն, շնորհավորի ձեր ծննդյան օրը եւ այլն, պետք չի հիմա հասարակության մեջ ինչ որ կրքել, բորբոքել։ Իրանք գիտեն ձևերը, իրանք շատ լավ այդ ձևերին տիրապետում են։ Արվեստագետներն էլ խոցելի մարդիկ են, նրանց հեշտ է լրացնելը, բայց ոչ են մարդկանց, որոնք անցել են Ռուբիկոնը։ 8 տարի զրկված լինելով, ես արդեն չեմ ասում զրկված լինելով, դա բացառիկ երջանկություն էր, որտեղ այն մարդիկ, որոնք ինձ հեռու են պահել կինո արտադրությունից, վաղուց արդեն ոչ կինոյի մեջ են, ոչ էլ պետական կառավարման մեջ են, այդ մարդկանց դուրս են հանել, վտարել են պետական կառավարման ոլորտներից եւ արվեստի կառավարման։ Իսկ մենք անհավանական մեծ արդյունքներ են գրանցել ինքնուրույն լողալով։ Այսինքն ինքնուրույնությունը միշտ դրական բան է, եւ դուք պետք է շնորհակալ լինեք այն մարդկանց, որոնք ձեզ ստիպում են ինքնուրույն դառնալ, կախված չլինեն պետական միջոցներից։ Վերադառնալով առաջարկ Հայաստանին, մենք ներկայացրել ենք հոյակապ ծրագիր կինոարդյունաբերության զարգացման 5 կետերից բաղկացած, սկսած պետական աջակցության մոդելը փոխելուց մինչև ֆիլմ հանձնակատարի ինստիտուտ եւ կինոպրոկատ վարձույթ։ Ֆիլմ հանձնակատարը ինչ է անելու։ Ֆիլմ հանձնակատարը դա բացառիկ մի գրասենյակ է պետական ենթակայությամբ աշխարհում չկա որևէ զարգացած կինո ունեցող կամ թեր զարգացած կինո ունեցող երկիր, որը չունի ֆիլմ հանձնակատար։ Ֆիլմ հանձնակատարը դա այն գրասենյակն է, որը Հայաստանը ներկայացնում է միջազգային հարթակներում դրականորեն ցույց է տալիս ինչի պետք է գալ Հայաստան եւ նկարահանումներ անել։ Հայաստանը ընդունեց քեշբեքի օրենքը, այսինքն գումարի մասնակի վերադարձի օրենքը, եւ դրան պետք է հաջորդեր լայնամասշտաբ արշավը Կաննում, Բերլինում, որտեղ որ կինոինդուստրիայի ներկայացուցիչները հավաքվում են, որպեսզի նրանց հրավիրեին Հայաստան։ Այդ գործը արդեն 2 տարի է, պետության փոխարեն անում ենք մենք։ Մենք տաղավար ունենք Կաննում եւ մենք Հայաստանը ներկայացնում ենք։ Իհարկե մենք հիմքը դնում ենք Հատիսի գաղափարը, Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի գաղափարը, որովհետեւ ես անձնապես վերաբերմունք ունեմ այդ արձանին որպես համաշխարհային մասշտաբի շինության, համաշխարհային մասշտաբի կառույցի եւ բացառիկ հոգեվոր կենտրոնի, այդ միջոցով մենք ներկայացնում ենք Հայաստանը որպես քրիստոնեական երկիր, բացահայտեք ձեր համար առաջի քրիստոնյա երկիրը, անծանոթ երկիրը կինոինդուստրիայի համար, որտեղ կա հաճելի խոհանոց, որտեղ կան լավ մասնագետներ, էժան աշխատուժ, եկեք նկարահանումներ արեք։ Ու անցած տարի կանոնում մենք տեսանք, թե դա ինչ լայն արձագանք գտավ։ Այս տարի արդեն ինձ դիմել են մի քանի հարցազրույցների համար եւ մի քանի Հայաստանում նկարահանումներ անցկացնելու հնարավորությունների համար։ Դա պետք է վայրը Հատիսն է։ Պետական նկարահանումների վայրը Հատիսն է լինելու, այդ առիթով են դիմել։ Սկսած դոկումենտալ վավերագրական ֆիլմից հենց արձանի շինարարության մասին, վերջացրած ուղակի Հայաստան գալը, հետևել Հատիսին եւ ծանոթանալ Հայաստանի հետ։ Ես հիշում եմ նաեւ որ Վենետիկում մեր հնդիկ ռեժիսորը մասնավորապես շատ ողջավորված էր Հատիս լեռան գագաթին կառուցվող Քրիստոսի արձանով եւ ասում էր որ ֆիլմ արտադրության լավագույն ֆիլմ նկարահանելու լավագույն վայր կարող է լինել։ Ունենք բացառիկ առաջարկ, չեք հավատա, Ինդոնեզիայից գալ եւ լուսաբանել ամբողջ ընթացքը Հատիսի, նույնիսկ բերել գաղափարական կոնցեպտը։ Իրենք ուսումնասիրել էին Հայաստանի պատմությունը, իմիջիայլոց այդ կոնցեպտի հեղինակը հենց Ինդոնեզիայում բնակվող աղջիկա, որը իր նախնինները մի քանի ազգի են, այդ թվում եւ ունի մայրական կողմից հերու հայկական արմատներ եւ շնորհիվ Հիսուս Քրիստոսի արձանի ինքը ամբողջովին նվիրել էր իրան, ինքը շատ կայացած մարդ է, արդյունաբերական պալատի ներկայացուցիչ է, շատ մեծ ծավալի առևտրական գործընկերությունների PR մենեջեր է եւ գրել էր ինձ, կապվել էր ինձ հետ, Կաննից հետո Վենետիկում էլ հանդիպեցինք ներկայացուցիչի հետ, եւ ասում էր ես ուզում եմ մասնակցեմ դրա, այսինքն Հիսուս Քրիստոսի արձանը շատ մեծ արձագանք է գտնում, հատկապես կինոինդուստրիայի ներկայացուցիչների մոտ, եւ ես կարծում եմ գրագետ աշխատանքի լավ PR-ի դեպքում ինքը ոչ միայն դառնալու է առաջադեմ տուրիստական ընկերությունների գայդերի մի մաս, կինոինդուստրիային էլ է ինքը նպաստելու Հայաստանում զարգացմանը եւ ներգրավելու Հայաստանին։ Դա պետք է անի ֆիլմ հանձնակատարի գրասենյակը, ներկայացնի ինչով է գրավիչ Հայաստանը։ Բայց Հայաստանը կաննում է արդեն մոտ 20 տարի, 2008-9 թվականից Հայաստանը կաննում է եղել պետական տաղավարը ունեցել է։ Ես երբևէ չեմ հանդիպել որևէ պաշտոնական լուսաբանման միջոցում անդրադարձ Հայաստանին կամ հայկական ֆիլմերին կամ գործունեությանը։
Անցած տարի մեր գործունեությանը անդրադարձավ վրայեթին, այս տարի էլ ունենք արդեն հրավեր հարցազրույցի ներկայացնելու համար Հայաստանը։ Դուք ինչպես հայտնվեցիք Կաննում, երբ պետական աջակցություն չկա։ Բայց եթե դրանք կազմակերպությունների անուններ են, մենք եթերում չենք կարողանալու հնչեցնել, բայց մասնավոր աջակցության շնորհիվ է։ Շատ լավ արեցիք, որ զգուշացեցիք, որովհետև ես արդեն ուղղակի բարեկրթությունը թույլ չտվեց, որ դες ընդհատեմ ու միանգամից անունը ասեմ, բայց այո, մենք ունենք գործընկեր, մենք կնքեցինք համագործակցության ուշագիր անցած տարի, դա կապ չունի ընտրությունների հետ, դա երամյա պլանն է հայկական կինոինդուստրիայի զարգացման եւ տարածման, մինչեւ էլ ես կաննում, հիմնականում ես կաննում լինում է իմ անձնական միջոցներով, որպես ֆիլմ արտադրող։ Դուք զբաղվում եք կինոյում, դուք պետք է լինեք Կաննում, այնտեղ միակ ամենալավագույն վայրն է ձեր ֆիլմերը առաջ տանելու, որում Կաննի կինո շուկան։ Առաջի դեպքներ անցած տարի, որ Հայաստանը 2 տաղավարով ներկայացավ։ Սովորաբար կառավարությունների գրասենյակները, հիմնական պետական տաղավարները լինում են ծովափնյա տարածքում, բայց Հայաստանը շատ համեստ տեղ ունի։ Մենք էլ այնտեղ ենք, որտեղ ընդունված է լինել արտադրող ընկերություններին։ Մենք շատ համեստ տաղավար ունենք, բայց անցած տարվա տվյալներով ամենաշատ պաշտոնական այցելություն ունեցողներից մեկն էր, որովհետև դուք ձեր հյուրերին գրանցում եք։ Եվ այդ գրանցվողների թվով, հետո երբ որ ես ստացա հաշվետվությունները Կաննի, մենք տասնյակում էինք, իսկ այնտեղ կան մի քանի 100 կազմակերպություններ, այդ կերպով այդքան հետաքրքրություն էր առաջացրել։ Այս տարի էլ մենք ունենք շատ լավ ծրագիր, բայց հետ կամ առաջարկ Հայաստանին։ Մենք առաջարկ Հայաստանին ներկայացրեցինք դեռ անցած տարի Տալինից հետո, անցած տարի մենք 3 խոշոր միջոցառման ենք մասնակցել, կինո ինչպես դարձնել Հայաստանում կինոարդյունաբերությունը շահութաբեր։ Որտեւ գիտեք, դա նոնսենս է։ Կինոարդյունաբերությունը աշխարհում լեգալ ամենաշահութաբեր ոլորտն է։ Այնտեղ կան ոչ լեգալ ոլորտներ, զենքի վաճառք եւ այլն, մարդկանց trafficking չի հասնի իհարկե, trafficking-ին, բայց որպես լեգալ բիզնես ինքը ամենաշահութաբերն է եւ հարյուրավոր միլիարդների շրջանառությամբ բիզնես է։ Այդ ոնց է ստացվում, որ ամբողջ աշխարհում շահութաբեր է, իսկ մի հատ առանձին վերցրած Հայաստանում անհույս դոտացիոն ոլորտ։ Պարոն Գալստյան, ձեր առաջարկներում, որ ներկայացվել է առաջարկ Հայաստանի նախագծին, կան 3 կետ թվարկեցիք, թե ինչ պետք է արվի կինոյի զարգացման համար։ Դրանք բոլորը ուղղված են դրան եւ դա նորմալ է։ Բայց կա արդյոք հակառակ արդյունքը ձեր առաջարկներում, իսկ ինչպես շահի պետությունը կինոյի արդյունաբերությունից։ Հիմա ինչու եմ ասում, որովհետեւ մենք գիտենք աշխարհում բազում տեսարժան վայրեր, հայտնի կամուրջներ կան, որոնք հայտնի են դարձել ընդամենը մեկ ֆիլմի 2 կադրից։ Ինչու Հայաստանը դրանից չի օգտվում։ Կամ արդյոք դուք նախատեսում եք դա անել, որպեսզի պետությունն էլ ստանա իր շահը եւ շահագրգռված լինի խրախուսել կինոարտադրությանը։ Գիտեք, այդ կամուրջները եւ այդ տարածքները, որ հայտնվում են ֆիլմերում, դա պատահական չեն արվում եւ դա կինո արտադրողները չեն ընտրում։ Այդտեղ կա հակառակ կողմը։ Դա հենց այն երկիրը, օրինակ ինչ որ մենք հիմա անում ենք։ Մենք տարածում ենք ինֆորմացիա, որ մենք այսպիսի արձան ունենք եւ մենք կարող ենք անգամ ձեզ առաջարկել ձեր գումարի վերադարձի մեխանիզմներ, այդ cash rebate-ի, cashback-ի առաջարկում ենք արտոնյալ պայմաններ, դրա համար էլ այնպիսի հիշում եք ֆիլմերի շարք կար, Փարիզ ես քեզ սիրում եմ, Նյու Յորք ես քեզ սիրում եմ, դա ուղղակի չէին սիրում կինոարտադրողները Փարիզը, դա անում էր Փարիզի ֆիլմ հանձնակատարի գրասենյակը, ինչի մասին ես ասում էի։ Նա ասում էր մենք ձեզ Փարիզում նկարահանումների համար կարող ենք տանք այս արտոնությունները, եկեք նկարահանեք։ Եվ իրանք PR էին անում իրանց տարածքի, դուք պետքա դրանում շահագրգռված լինեք։ Ինչ մնում է շահութաբերությանը, ես որպես անկախ ֆիլմ արտադրող, իհարկե ես զբաղվում եմ այնպիսի, ես իմ համար նկարում եմ այնպիսի ֆիլմեր, որոնց հիմքում դրված չի գերշահույթը։ Հիմա մենք օրինակ արտադրում ենք Վերա ֆիլմը էստոնացիների եւ չեխերի հետ, որը Արցախի կնոջ պատմությունն է եւ մենք այդտեղ վերջի տեղում ենք դնում գումարի վերադարձը, մենք այդտեղ դնում ենք, չնայած դա լինելու է շատ շահութաբեր ֆիլմ, հակառակ դեպքում էստոնյան գերհաշվարկող երկիր չէր մտնի արտադրության մեջ որպես գլխավոր արտադրող։ Հայաստանը չի գլխավոր արտադրողը, այլ Էստոնիան եւ Չեխիան նույնպես չէր մտնի։ Բայց այդտեղ իմ համար շահույթը 15-րդ տեղում է։ Առաջին տեղում այս խնդիրը բարձրաձայնելն է հումանիտար ճգնաժամի մասին խնդիրը, որովհետեւ գիտեք ինչ, մշակույթը անհավանական մեծ զենք է։ Մեր գործընկերները հիմա Թուրքիայում, հայազգի գործընկերները Թուրքիայում ֆիլմ են նկարում Արա Գյուլերի մասին, էլի հայազգի հերոսի մասին։ Մենք էլ այդ ֆիլմին աջակցում ենք։ Իմիջիալոց պետությունն էլ խոստացել էր որ կաջակցի, բայց չի աջակցում, որովհետև կա իմ պերսոնա։
Սա աբսուրդ է, սա չի կարելի, բայց այդպեսին է մեր երկիրը, ես դրա հետ հաշտվել եմ։ Հիմա Կապադովկիայում, որը Թուրքիայի Հայաստանի հետ սահմանակից չի, դա կենտրոնական Թուրքիան, դա Անատոլիան է։ Կապադովկիայում նկարահանման վայրեր են մեր գործընկերները փնտրում, ամեն քայլափոխում բացահայտում են հայկական ժառանգությունը։ 100 տարի, 100-ից ավել երկիրը փորձել է վերացնել հայկական հետքը, բայց այդ հայկական հետքը հնարավոր չի վերացնել, որովհետև կա մշակութային ժառանգություն։ Ինչին ձեռք են տալիս, տակը հայկական գիրը, ինչին ձեռք են տալիս, տակը հայկական անունը։ Հիմա Արցախը, մենք Արցախը չենք կորցրել, այնքան ժամանակ, քանի Արցախի բարբառով խոսում են Երևանում, քանի կա Արցախի մրցակցություն, քանի կա վերաֆիլմը, քանի կա այդ պատմությունը, մենք չենք կորցրել, մենք բոլոր շանսերը վերականգնելու մեր հայրենակիցների իրավունքը բնակվելու իրանց հողում։ Եվ այս մշակութային հզոր ուժը թերագնահատելը ուղղակի պետության կողմից Իսկ վերաֆիլմի պարագայում մասնավորապես որևէ ճնշումներ կամ արգելքների չեք հանդիպել, օրինակ թեկուզ դիվանագիտական աղբյուրներով Էստոնիային Եկեք չխոսանք այդ մասին, ասում եմ մի անհանգստացրեք անհանգստությանը, քանի անհանգստությունը չի անհանգստացրել ձեզ։ Սատանային եկեք չարտնացնենք, այդ մասին չխոսանք։ Բայց ես գիտեմ, որ մեր գործընկերները Էստոնիայում շատ հետևողականորեն աշխատում են այս ֆիլմի վրա, որովհետև ֆիլմում կա երկու պերսոնաժ, եւ այդ պատմությունը պատմում է ոչ թե Վերան, այլ պատմում է Էստոնուհին, ով միջազգային հումանիտար կազմակերպության ներկայացուցիչ է Արցախում։ Եվ դա ամենևին էլ պրո-հայկական պերսոնաժ չի։ Ֆիլմի ընթացքում է ինքը հասկանում, որ մի բան է հումանիզմը, մի բան է բյուրոկրատիան, մի բան է դարերով տեղում ապրող մարդը, բոլորովին այլ բան են պետությունների շահերը։ Մենք շատ կարևոր ֆիլմ ենք անում, բացարձակապես ցույց տալով։ Հիմա ֆինանսների հավաքագրումը, որտեղ էստոնական ֆիլմ ինստիտուտի շնորհիվ ինքը բավական մեծ բյուջե է ձեռք բերում, որտեղ էստոնացի դերասաններ են ներգրավված, որովհետև էստոնական թիմ կա նկարող։ Ստեղծագործական կազմը կա 1 տարի առաջ, եթե ճիշտ եմ հիշում։ Այո, հիմնական մասը էստոնացիներ են։ Կան սցենարներ Հայաստանում, քաղաքական սցենարներ, քանի որ դուք չեք խոսափում քաղաքականությունից խոսելուց եւ քաղաքական թեմաներում ընդգրկվելուց, կան քաղաքական սցենարներ, որոնց մասին կուզենաք մի օր ֆիլմ նկարել։ Կամ գուցե սպասում եք, որ տեղի ունենա այդ սցենարը, հետո կնկարեք։ Անկեղծ ասած ոչ, ես կինոյին ունեմ չեմ կարծում, որ կինոն դա այն ոլորտն է, որը պետք է անդրադառնա քաղաքականությանը, բայց եթե լավ սցենար լինի, միգուցե։ Ես ուզում եմ, որ մենք դասեր քաղենք մեր սխալներից։ Մենք հիմա ունենք իշխանություն, որը գիտեք, իմ կարծիքով իշխանությունը որևէ մկան պետքա ցույց չտա իր հասարակությանը, բացի մի մկանից, որը իր ուղեղն է։ Եթե ինքը իր ուղեղը ցույց չի տալիս, ուրիշ մկաններ, տենց անվերջանալի այդ բռնարարքներով, բռնամիջոց, տեսեք, այդ իրադարձությունները, որոնց ես նույնիսկ չանդրադարձա, ես ուղղակի հետևում էի, որտեղ շոկի մեջ էի, որ տեղի ունեցան մետրոյում, սկզբից չէ, Արցախի կնոջ ու իր երեխայի հետ, հետո Սուրբ Աննայում երկու երիտասարդների հետ։ Տեսեք, ովքեր էին հերոսները, արեք դրամատուրգիայով, կինոյի լեզվով դրան անդրադառնանք, օրինակ մետրոյում, այնտեղ կար երկու գլխավոր հերոս, մեկը արցախցի կինը, որը անհավանական դրական հերոս էր, որովհետև ամբողջ դաժան փորձություններից հետո ինքը իր ժամանակը տրամադրել էր իր երեխային տանելու շախմատի, այսինքն ինտեգրելու նոր միջավայրում, սովորեցնելու, այն էլ ամենաինտելեկտուալ խաղին, այսինքն բացառապես դրական կերպար կինը։ Եվ վարչապետը, որը մոնստրի պես հարձակվել էր, եւ կար երրորդ պերսոնաժը, այդ փոքր երեխան, որին ուղակի, որը շատ լավ է հասկանում, ես վերաֆիլմով անցկացրել եմ քաստինգ եւ Արցախի երեխաները շատ արագ են մեծանում, այնտեղ 5 տարեկանը արդեն տղամարդ է, որը շատ լավ հասկանում էր ինչա, բայց ներքին դաստիարակվածությունը թույլ չէր տալիս իր մոր ներկայությամբ ներգրավել այդ վիճում, ինչ որ բան պատասխանել կամ ինչ որ բան ասել։ Ինքը ուղակի լուր տանում էր այդ տրավման եւ հետո այդ երեխան հաղթեց շախմատի մրցաշարում։ Հիմա այդտեղ Արցախցի կինը, որը ինտեգրում է իր երեխային այս միջավայր, կորուստների վրա չի կենտրոնանում, այլ ապագա է կերտում իր երեխայի համար։ Այդ երեխան, որը շախմատի մրցանակը հաղթում, այն երկու երիտասարդները, որոնք որ գնացել էին պատարակի, երբ որ մենք խոսում ենք տոտալ թմրամոլության մասին հիմա երիտասարդների շրջանում, այդ երեխեքը իրանց գովասանագրերով այս պետության, այս իշխանության ուղիղ հոգացության առարկան են։
Այս պետությունը պիտի հոգ տանի այդ խավի մասին, այդ երեխայի, այդ կնոջ եւ այդ երիտասարդների։ Իսկ ինքը իր մկաններն է ցույց տալիս եւ կալանավորվեց նրանց։ Դավիթ Մինասյանը կալանավորվեց դատարան կալանքի։ Սա նոնսենս է, շատ վատ բան է։ Սա վատ բան է, որտեղ պետությունը իր թշնամի է սարքում խելացի մարդկանց, իսկ եթե դու խելացի մարդուն սարքում ես քեզ թշնամի, դու փորում ես քո գերեզմանը։ Անհնար է խելացի մարդկանց հետ պայքարել։ Երբ որ դու թափահարում ես քո քարտեզը եւ ասում ես, այս քարտեզի հանդեպ կամարանքով մի վերաբերվեք այս քարտեզին, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդամենը մի կոնտինգենտ կա, մի խավ կա, որ այդ քարտեզի հանդեպ առամարանքով է վերաբերվում։ Դա Տավուշում եւ Սյունիքում նստած ադրբեջանցի զինվորներն են։ Դե գնացեք նրանց դեմ թափահարեք այդ քարտեզը։ Հայաստանում չկա քաղաքացի, որը իր երկրի քարտեզի հանդեպ կամարանք ունի։ Պետք չի մանիպուլյացիաներ անել, կամարանքով մի որևէ մեկը կամարանքով չի վերաբերվում։ Բացի ադրբեջանցիներից գնացեք նրանց թափահարեք, բայց նրանց չեք թափահարում, իսկ ձեր ներքին քաղաքացու հանդեպ դուք մկաններ եք ցույց տալիս։ Գիտեք, այդ դասական լիազորությունների չարաշահումը մեր երկրի կառավարության ղեկավարին չի ուզել իրան սարքել անձնական քննարկման թեմա, բայց իրան թվում է, որ ինքը ամենուր ամենակարևորն է, բայց ինքը կարևոր է միայն հանրապետության հրապարակում գտնվող կառավարության տանը, որտեղ այո, ինքը կառավարության գլուխն է։ Այս իշխանությանը արժանի չի մեր հասարակությունը, հունիսի 7-ին ընտրություններ են, գնացեք եւ ընտրեք եւ փոխեք այս իշխանությունը, որտեղ ամեն ինչ կախված է ձեզանից։ Սուտ է այդ հիբրիդային պատերազմները, փորձագետները, այդ ամենը սուտ է։ Ժողովուրդն է որոշում կայացնողը, գնացեք եւ ընտրեք։ Եւ հենց այդ ժողովրդին էլ հղում է անում Նիկոլ Փաշինյանը։ Ինքը ունի հավատարիմ որոշումները կայացնելիս հղում է անում այն անձանց, ովքեր ընտրել են իրեն 2021 թվականին։ Իհարկե 2021 թվականին ցույց տված քարտեզը մի փոքր այլ տեսք ուներ եւ ավելի մեծ էր, քան 5 տարի անց ցուցադրվող քարտեզը նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց այնուամենայնիվ նա իր որոշումներում միշտ հղում է անում հենց այդ ժողովրդին։ Այո, որտեղ ինքը մեծ մանիպուլյատոր է, ինքը հասկանում է, որ դա ունեցել է 18 թվին եւ ինչի չօգտագործի դա ունեցել է, չէ՞, 21 թվին էլ է ունեցել այդ 600,000-ը։ Հիմա ես կարծում եմ, որ իրավիճակը բոլորովին այլ է եւ ամսի այս ընտրարշավում ես տեսնում եմ 4 ուժ, որ կարող են, ես դիլետանտ եմ, ես քաղաքական վերլուծաբան չեմ, բայց ես տեսնում եմ 4 ուժ, որ կարող են հայտնվել խորհրդարանում, որից ամենաազդեցիկ երկու ուժը դա առաջարկ Հայաստանի Գագիկ Ծառուկյանի շուրջ համախմբված ուժն է եւ ուժեղ Հայաստանը։ Ինչու՞, որովհետեւ այդ երկու ուժը չունեն որևէ իշխանական լծակ այս պահին, բայց բոլոր սոցիալական հարցումներում խորհրդարանում ներկայացված լինելու բոլոր շանսերը ունեն։ Ավելին, գրագետ ընտրարշավի կազմակերպման դեպքում իրանք կարող են ի վիճակի են մեծամասնություն ունենալու խորհրդարանում, որովհետև կրկնում եմ, այդ ուժերը այսօր չունեն, որը չունենալով որևէ լծակներ իշխանական, ունեն կայուն ընտրազանգված։ Դրա համար ես կոչ եմ անում, այո, միավորման, փոքր ուժերին, որևէ մեկին չթերագնահատելով, նույնպես կոչ եմ անում գնալ մեծ խմբավորման, հավաքվել են ուժերի կողքը, որ ես ասացի, առաջին հերթին իմ համար ամենավստահելի, որտեղ գիտեք ինչ, պարոն Ծառուկյանը, Գագիկ Ծառուկյանը ունի բացառիկ շնորհք մարդկանց միավորելու։ Դրա շնորհիվ է, որ ինքը ունի ամենացածր հակառեյտինգը, եւ ես չեմ ճանաչում մարդու Հայաստանի Հանրապետության ներսում, որը թշնամի է Ծառուկյանին։ Ինքը չի այրում կամուրջները։ Ինքը չունի թշնամիներ, ինքը չունի իր հետ որևէ համագործակցության ոչ մի պարագայում չգնացող ընդդիմադիր գործիչներ։ Դա բացառիկ շնորհք է։ Պարոն Գալստյան, եւ կարճ անդրադառնանք նաեւ թե ֆիլմ աշխարհում ինչ նորություններ ունեք, ինչ է սպասվում, ինչ կա առաջիկայում, որ մեծ էկրան է բարձրանալու, բայց խնդրում եմ հակիրճ ներկայացրեք, որտեղ այո, շատ հակիրճ, որտեղ ես կարծում եմ դա առանձին հանդիպման եւ առանձին հաղորդման գուցե ոչ ձեր հետ, որտեղ դուք քաղաքականացված եք, գուցե մշակութային որևէ հաղորդման, մենք պատրաստվում ենք գնալ կան տանելու ենք հոյակապ ծրագիր 5 պրոյեկտներ։ Մեկը վերանա արդեն ասացի արագ էլ չանդրադառնամ։ Մենք տանելու ենք առաջին հայկական եւ ընդհանրապես ես աշխարհում դեռ չեմ հանդիպել արհեստական բանականության օգնությամբ ստեղծած արհեստական բանականության միջոցով ստեղծած ֆիլմը հենց արհեստական բանականության մասին։ Ես ներգրաված եմ սցենարի աշխատանքներում, իմ ընկերներն են դա անում, ֆիլմը կոչվում է Overmind, այսինքն վերին միտք, հայերը ունեն հետին միտք, վերին միտք եւ արհեստական բանականության լրջագույն խնդրի մասին է իր
օգտագործման չար կողմի մասին եւ դրական կողմի մասին։ Ես վստահ եմ, ես նայել եմ, շատ տպավորված եմ, երեք նայել եմ 5 րոպեանոց թրեյլերը, նայել եմ ավելի մեծ հատված, վստահ եմ, որ մենք ապրիլի վերջ մինչև կունենանք ավարտուն ֆիլմը եւ կաննում կանենք էլի առաջի անգամ մարքետ ցուցադրություն շատ մեծ հույս ունեմ, այսինքն կփորձենք վաճառել ֆիլմը, Հայաստանում էկրան կբարձրանա, կարծում եմ, որ վաղ աշնանը։ Հիշեք Overmind, այսինքն վերին միտք, արհեստական բանականության միջոցով ստեղծած առաջին ֆիլմը, ամբողջ դերասանական կերպարների մշակումից մինչև հետարտադրություն արհեստական բանականությունն արել, մարդիկ մենակ վերահսկել են եւ այդ մասինը, այն պայքարի մասին, թե ով պետքա վերահսկի հիմա արհեստական բանականությունը, անհատները, մասնավոր ընկերությունները, թե կառավարությունները եւ բախումը տեղա, որտեղ կառավարությունները համարում են ավելի քիչ բարոյական, քան մասնավոր ընկերությունները։ Էլ չեմ բացում, շատ չափազանց հետաքրքիր ֆիլմը, դա ներկայացնելու են Կաննում։ Մյուսը մեր գործընկերների կողմից արտադրող ֆիլմը Monk 3 ընկերություն կա, հիմա իրանք արտադրում են Ճերմակ շապիկ կամ Սպիտակ շապիկ, վերնագիր, եթե սխալ եմ ասում, թող ինձ ներեն, Ճերմակ շապիկ ֆիլմը, որը էլի աշնանը բարձրանալու է էկրան, եւ մենք Կաննում հիմա մեր գործընկերներին տրամադրելու ենք վայր, իրանք լինելու են մեր տաղավարում, իրանք անելու են պրեզենտացիաներ, փորձելու են շոշափել այդ շուկան։ Ես զգուշացել եմ, որ առաջին տարին պետք չի մեծ սպասելիքներ ունենալ, ուղղակի պետք է հասկանաք, որտեղ է մուտքը, որտեղ է ելքը, որտեղ են հավաքվում մարդիկ ու փորձեք առաջ տանել ձեր պրոյեկտները։ Հետո Տատիկիս վարսերը ֆիլմն ենք մենք ներկայացնելու, որը մեր իշխանությունների ամոթն է, եւ ես այնքան եմ այդ ֆիլմը ներկայացնելու, ինչեւ ինքը դառնա իրականություն, որովհետեւ ինքը առաջին հանրապետության ստեղծման մասին է այդ ֆիլմը, մենք ուզում էինք 18 թվին 100-ամյակին հասցնեինք, բայց ըստ էության 28 թվին 110-ամյակին, բայց դա հայկական պատմություն է, դա այն մասին է, թե ինչպես է այս ազգը ամենածայրահեղ փորձություններից հետո վերականգնում Փյունիկի նման եւ հաստատում Իրան իր հողի վրա։ Տատիկիս վարսերից բացի ներկայացնելու ենք նաև Արա Գյուլերի մասին բարև ֆիլմը, որի հեղինակը, որի ռեժիսորը հայ է, բայց Թուրքիայում բնակվող, եւ Վերան 5 պրոյեկտ մենք ներկայացնելու ենք Կաննում, այդ 5 պրոյեկտից 2-ը կունենան պրեմիերա Հայաստանում աշնանը։ Շատ մեծ պրեզենտացիա ենք անելու Վերայի հետ կապված, հանդիպումներ էստոնական ֆիլմ ինստիտուտի հետ եւ իհարկե ոնց որ կենտրոնում լինելու է Հիսուս Քրիստոսի արձանի հերթական պրեզենտացիան, արդեն ունենք հրավերներ հարցազրույցների, կարծում եմ, որ կարողանանք կասեք ինչ երկրներից են այդ հրավերները, եթե պայմանավորվածությունը դա թույլ է տալիս։ Հրավերներ ունենք հարցազրույցների, հենց չեմ ուզում հիմա բացեմ, արեք երբ որ կլինի կհրապարակվի նոր, բայց հենց Կաննը, հենց Կաննի պաշտոնաթերթը հետաքրքրված է հարցազրույցով, հարցազրույց ունենք մի հատ մեր ինդոնեզիական գործընկերներին արձանի հետ կապված, այս են, հանդիպումները շատ են, հանդիպումներ կա էստոնական ֆիլմ ինստիտուտի հետ, հանդիպումներ կա ԻԱՎ-ի ղեկավարության հետ, եվրոպական կինոակադեմիայի հետ, բազմաթիվ հանդիպումներ կան եւ այս հլը 2 ամիս մինչեւ Կաննը։ Ես հույս ունեմ, որ գնալուց առաջ էլ մենք պատրաստում ենք մամուլի ասուլիս Կաննից առաջ, ապրիլի վերջին, եւ Կաննից հետո էլ մենք միշտ ի տարբերություն պետական կառույցի միշտ հաշվետվությամբ ենք հանդերձ գալի, շատ կուզենայի, որ տեսնեիք թե ինչ է, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի այդ պայմանավորվածությունը հետեւյալն է, 3 տարի փորձեք աշխատել շուկայում, 3 տարի հետո ասեք ինչ արդյունքների եք հասել։ Քանի որ կինո արդյունաբերությունը ես ինքս եմ ներկայացրել այդպես, դա մի օրվա մեջ չարվող բան է։ Դուք պետք է անընդհատ լինեք։ Եվ ինքը որպես մարդ, որը շատ լավ ծանոթ է ինչպես է աշխատում սպորտը, հասկանում որ այո, սա էլ է, դուք պետք է զարգացնեք, հետո ձեր առաջ այդ գեր մրցակցային շուկայում կարող են բացել փոքր ճեղքեր, որ համեցեք մտեք։ Շնորհակալ եմ, պարոն Գալստյան, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանն էր։